նախորդ սերիաներում։ Սմբատը քո կյանքում չարիք, հանի մտքիցդ դրան։ Մտքիցս չեմ կարող, բայց կյանքիցս արդեն հանել եմ։ Եթե Էդգարի գլխից մազա պակասել, երդվում եմ դու չես ապրի։ Ես էլ կհաղթահարենք, ես էլ կանցնի։ Հովում ենք, անցնում եք մեր հարազատների վրայով, հասկանում ես։ Բողոք եմ գրելու, դա պիտի պատժվի իր արածների համար։ Ու եթե Էրիկան իրան սենց պահեց, հետևից չեմ գնալու։ Կյանքումդ սիրել ես Դավ։ Դև, չէ։ Ուրեմն չես ապրել։ Սերը լավ բան է Դավ։ Սիրի, ես քեզ այդ սերը մաղթում եմ։ Բայց առանց խնդիրների։ Ավո, ուզում եմ, որ անգերեսս գա այդ սերը։ Ուզում եմ, որ կյանքդ փոխվի։ Ու կյանքդ փոխվին այս ոնց որ իմն է փոխվել ախպերս։ Դե տենանք ախպերս։ Դե խմի։ Սենց որ սկսել ենք։ Խմի, որ հասնես ինձ, բայց ես էլ չեմ ուզում։ Դե գնացինք։ Բալես, ես ինչ լավ սյուրպրիզ ես արել, ինչ լավ է, որ եկել ես, դու լավ ես։ Լավ եմ, մամ ջան։ Ինչ լավ է, որ քեզ լավ ես զգում։ Բալես, իսկ աչիկներդ ինչի են կարմիր, հոլած չես եղել։ Չէ, ինչի պիտի լացեի, ալերգիա է։ Ալերգիա։ Բայց դու ալերգիա երբեք չես ունեցել։ Հիմա ունեմ, փոշուց է։ Ավոյի հետ ոչ եք վիճել։ Չէ, այ մամ, ինչի պիտի վիճեինք։ Դե լավ է, որ չեք վիճել։ Ողջիկա, ոնց էի քեզ կարոտել իմ ամենասիրուն, իմ ամենալավը, իմ աշխարհ։ Ես էլ եմ կարոտել։ Գիտես ինչ կուզեի։ Կուզեի, որ դու փոքր լինեիր ու ես քեզ իմ կողքից բաց չթողնեի երբեք։ Ինչ ես ուզվում։ Չգիտեմ, ես վիրահատությունից հետո մի տեսակ զգայուն եմ դարձել։ Ինչ-որ բան է եղել։ Մամ, դու ինչ-որ բան գիտես ինչ է եղել։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Մամա, մամ, ոչ մի բան չի եղել։ Դու ավելի լավ ասա, դու ոնց ես, մի տեսակ ուրախ ես երևում, աչքերդ էլ փայլում են, մամ, ինձ բան չունես ասելու։ Ինչ ես թաքցնում։ Այսօր Կարլենն էր եկել ու ինձ ամուսնության առաջարկ արեց։ Հետո Սմբատը եկավ ու ասեց, որ ուզում է, որ ես ինքը ու մեր բալիկը միասին ապրենք ու այսօր երեկոյան կգա իմ հետևից։ Հենց մի նայի, շատ համով ուտելու տեղան։ Բայց երբ ես բացահայտել։ Նորդ ես։ Ուզում ես հասկանաս այդ ոնց եմ առունց քեզ բացահայտել։ Չէ, ուզում եմ հասկանամ երբ ես հասցրել։ Դե մի 2 օր առաջ տղերքով սոված էինք, փորձեցինք ու շատ համով էր։ Բա, դե արի հասկանանք ինչ ենք ուտում։ Էն ինչ որ դու տենց հավանել ես։ Դե ուրեմն մեզ 2 հատ ռոլ։ Հա, պապ։ Ռուբեն, չհասկացա տղա ջան, դու ինչի խանութներին ապրանք չես ուղարկում։ Ոնց չեմ ուղարկում, պապ ջան։ Նույնիսկ հիմա շատ ապրանք ա տարել։ 2 օրա ոչ մի խանութ ապրանք չի ստացել։ Ոնց թե։ Չգիտեմ, արագ լուծի այդ հարցը։ Լավ, հիմա։ Բան է եղել։ Չէ, նորմալ է, պատրաստ է։ Քեզ Մերսի։ Ան, կուզես թեյ դնեմ,
Ավելի ճիշտ ինչ թեյր։ Այսօր ոչ մի բան չհասցրեցի պատրաստել, բայց պատվիրեմ շուտ կբերեմ։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես իմ տեղը չեմ գտնում, վարդ չեմ գտնում։ Մտնում եմ տուն, պատերը շուռ են գալիս գլխիս։ Դուրս եմ գալիս մի փոքր մաքրոց շնչեմ, օդը չի երիքում։ Գտնում եմ արմանիս գերեզմանից սիրտս պայթում է։ Գալիս եմ ձեր տուն։ Քո ավոյի արածն եմ հիշում, ուզում եմ մեռնեմ։ Ոչ մի տեղ չեմ գտնում իմ տեղը, ոչ մի տեղ։ Անահիտ, քեզ խնդրեցի գաս մեր տուն, որ զրուցենք, քննարկենք, դու էլ թեթևանաս, ես էլ սիրտս սպայթում է, խնդրում եմ, մի ասա, ոչ մի բան մի հիշացրա։ Ախր ոնց չասեմ, դու հասկանում ես, ես ոչ մի բան չունեմ հիմա, ես ամեն ինչ կորցրել եմ։ Որ մեռնեմ էլ ոչ ոք չի հիշի իմ մասին, բոլորդ կհանգստանաք։ Ապուշ, ինչ ես խոսում։ Ճիշտ է։ Լավ, լսի, ձեռքիդ փող կա։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Փողն ինչի սա պետք։ Դե ասում ես, քանի օր է Սմբատը տուն չի եկել, ուրեմն ձեռքիդ էլ փող չի լինի։ Փողը չի, որ ինձ պետք է։ Ես ինչ անեմ։ Վայ Աստված ջան, ազատի ինձ այս դժոխքից ազատի։ Ալինա, հիմա քո հարցերի ժամանակը չի։ Մենք ուրիշ հարցեր ունենք լուծելու։ Ոչ մի հարց էլ չունենք լուծելու, տատ ջան։ Դե լավ, դե ես գնամ։ Ուր գնաս։ Նոր ես եկել։ Հələ կարոտս քեզից չեմ առել, այ բալա ջան։ Մամ ջան, գնամ, հա, չեմ ուզում ավոյին նեղացնեմ։ Զանգի թող ավոն գա քեզ տանի։ Չէ, տատ ջան, ուզում եմ անակնկալ անեմ ավոյին, հիմա տաքսին կկանչեմ։ Շատ շուտ արի, հա։ Հա, իմ բորիկ։ Անպայման։ Երիկա Սմբատի անունը լսեցիր, մի անգամից փոխվեցիր։ Մամ, դու ինձ վրա ուշադրություն մի դարձրու։ Դու արա այնպես, ինչպես քեզ հարմար է։ Դու լավ գիտես, որ ես այդ մարդուն չեմ սիրել երբեք ու չեմ էլ սիրի։ Գիտեմ։ Դե լավ, ես դուրս գամ, հիմա արդեն տաքսիս կհասնեմ։ Բայց սենց ոնց կլինի, ես եկա դու գնում ես։ Հետո էլի կգամ, ման ջան։ Տատիս քեզ շատ սիրում եմ։ Ես էլ քեզ ցավը տանեմ։ Բան չասես։ Դե սպայուսակս վերցնեմ ու դուրս գամ։ Դու գժվել ես։ Ես քեզանից ուշ սկսեցի, բայց ոնց որ լավ եմ։ Այսինքն լավ չեմ էլի, լավ եմ։ Ես դու նվագում ես։ Երբ որ սիրտս պայթում է, դավ։ Ու վիճակի չեմ որևէ բան փոխել։ Այդ կարգի վատ ես։ Չի անցնի, դավ։ Բայց երևի կսովորեմ սենց ապրել։ Նորից գիշեր լռություն ու հուշերն են ինձ հուշում անհնար է ապրել էլ առանց քեզ քո գնալով թողեցին ինձ կարոտ մի աշխարհ սեր ինձ այլևս չփնտրես շնորհակալ եմ քեզ
կյանքս հեքիաթի վերածել է իրական սեր զգալու համար։ Ես քեզ սիրում Ոնց եմ կարոտել քո խոսքերին Ես քեզ շատ եմ սիրում ու շնորհակալ եմ, որ դու կոս իմ կյանքում Ես ուրախ եմ, որ ես եմ ստեղ այլ ոչ թե դու Ինձ աշխարհից ես կտրել Կեսնես իմ քեզ է տարել Չի մարելու սերը իմ սրտի մեջ Քո գնալով թողեցին ինձ կարող Ես ինչ հայտնվել եմ այդ աղջկա կյանքում իր այդ մի բան լինում է Չէ, դու էլ գիտես, որ այդպես չի Ու քո սիրուն անուշ ժպիտը Ոնց եմ կարոտել քո խոսքերին Ասում էր քո սերն եմ ու հոգին Ուզում եմ մնացես կյանքս ապրել քեզ հետ Էրիկայի հետ, Էրիկայիս կողքին Ուզում եմ քնել քեզ գրկոց ու արթնանալ քո գրկում Ոնց եմ կարոտել քո աչքերը ու քո սիրուն անուշ ժպիտը Ոնց եմ կարոտել քո խոսքերին ասում էր քո սերն եմ ու հոգին Ես քեզ սիրում կարոտել Հիմա դու նորից այդ Սմբատի հետ շարունակում ես Մամ Սմբատին հանգիստ թող, հա? Սմբատի մասին հիմա մի խոսի։ Երեխես տխուր էր։ Լարված էր, տրամադրություն չուներ։ Երեխան իրան կորցրել է Ինչի մամա ինչ ա եղել։ Չգիտեմ, ասեմ թե լռեմ, ես չեմ հասկանում Ինչ ա եղել, ման, բան գիտես։ Էրիկան թողել եկել էր ստեղ Մամ, վիճել են ավոյի հետ։ Չէ, ավոյի հետ ամեն ինչ նորմալ է Ավոյի մայրն ու մորաքույրն են դեմ այդ ամեն ինչին Ավոյի մայրը հասկացրել է, որ Էրիկան պետք է այդ հարցը լուծի Ինքը փորձեց իր մոտ չստացվեց, հիմա Էրիկայով է անում։ Հա, հիմա էլ աղջկա նուրբ լարերի հետ է ուզում խաղա Չհասավ իր ուզածին, հիմա էլ ուզում է Էրիկայի միջոցով անի այդ ամեն ինչը Մամ դրա համար էր եկել։ Հա, նորից եմ ասում, դրանք չեն հանգստանա, մինչև Սմբատը չվերադառնա կնոջ մոտ Սմբատը երբեք չի վերադառնա կնոջ մոտ։ Որովհետև դու քեզ համոզում ես, որովհետև դու չես ուզում, որ Սմբատը կնոջ մոտ վերադառնա, առաջինը դու չես ուզում։ Չէ, մամա, չէ։ Հա, Ալինա, հա, գնա քո երջանկությունը վայելի, բայց լավ իմացի, որ օրը դու գնացիր, քո երեխան դժբախտանալու է, այդ լավ իմացիր։ Մամ, հիմա դու ինչ շանտաժ ես անում։ Մայրը ասել է, որ Էրիկայի հետ խնդիր չունի, բայց նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Էրիկան քո աղջիկն է։ Քո պատճառով է այս ամեն ինչը, դու չես հասկանում, թե չես ուզում հասկանաս։ Քո երեխուն դժբախտացնում են, որ քեզ ցավացնեն, քեզից վրեժ լուծեն։ Ավոն չի թողնի։ Դու չես հասկանում, որ ավոն տղամարդ է, այդ խոսակցություններից կհոգնի։ Մի օր կուլ կտա, երկու օր, երրորդին էլ չի դիմանա։ Կհոգնի, ու նման դեպքում ինչ է լինում, ջերմություն են փնտրում ուրիշի գրկում։ Իսկ ավոյի նման տղամարդուն ով գրկաբաց չի ընդունի։ Դու հասկանում ես հետո ինչ է լինելու։ Դու երկրորդ անգամ դժբախտացնում ես քո աղջկա երջանկությունը երկրորդ անգամ խլում ես։ Մամ, Էլ բան մի ասա դու որոշի։ Ստացվում է, որ ես դեմ եմ ձեր հարաբերություններին, բայց ես դեմ չեմ ձեր հարաբերություններին։ Ես իրավիճակին եմ դեմ, հասկացի աղջիկս։ Համաձայնվի Կարլենի առաջարկին։ Ամուսնացի Կարլենի հետ։ Թող հեռու մնան այս երեխեքից։ Համաձայնվի, խնդրում եմ քեզ։
Ալինա, հենց հիմա զանգի ու ասա համաձայն եմ։ Մինչև դու նրա կինը չդառնաս, Սմբատը քեզ հանգիստ չի թողնի։ Մամ, դու մոռանում ես, որ Սմբատը միշտ լինելու է իմ կյանքում։ Մենք երեխա ենք։ Դու մոռանում ես Արեգի մասին։ Չէ, ես չեմ մոռանում Արեգին, բայց Արեգը փոքր է, իսկ դու մտածի Էրիկայի մասին։ Էրիկայի երջանկությունը քո ձեռքերում է։ Մենք այսօր չաշխատեցինք, գործն արդեն պրծել է Ռոբ։ Ոչինչ, որ այսօր տուն մենակ գնաս։ Ոչինչ, բայց կասես ինչա կատարվում։ Այն զանգից հետո տրամադրություն լրիվ փչացել է, լարված ես մինչև հիմա։ Ոչ ման չի կատարվում, ամեն ինչ օքեյ է։ Ախր ես տեսնում եմ, զանգից հետո տեղը չես գտնում, անդադ զանգում ես հեռախոս։ Աշոտին եմ զանգում։ Ինչի՞, ինչ է եղել։ Դե խանութ պետք է ապրանք տաներ, բայց չի տարել։ Իսկ 10 ավտո պահեստից պակասում է։ Ինչ արել է ապրանքը։ Հենց էտա չգիտեմ, զանգերիս էլ չի պատասխանում։ Դե պարզ ախի չի պատասխանում։ Տուն էլ չեմ կարա գնամ, պապան հարցա տալուից ես պատասխան չունեմ։ Բայց պետք է Աշոտին գտնեմ, ուրիշ տարբերակ չունեմ։ Կզանգես ինձ, անհանգիստ եմ։ Զանգ։ Արի։ Մի ժամա անկապ քշում եմ, կամ ասաուր են գնում, կամ իջի։ Իջի։ Ավելի քան 40 փաստաբան եւ աջակցող անձնակազմ, ավելի քան 100 տարվա իրավաբանների միասնական փորձառություն բացառապես ավտոպատահարների եւ վնասվածքների գործերով։ Փայամ Շայանի իրավաբանական գրասենյակ, զանգահարեք։ God created woman, and to give her power, Brand Surgical Institute, we love to make you shine. Կալիֆորնիա Dental-ը տարբերվում է մատչելի գներով, ֆինանսավորման ճկուն համակարգով, ամենավերջին տեխնոլոգիաներով։ Ժամանակ մի կորցրեք, այցելեք հենց այսօր եւ վստահեք նրանց ձեր ատամների խնամքը։ Այդպիսով հմայիչ եւ լայն ժպիտը կդառնա ձեր կյանքի անբաժան ուղեկիցը։ Արա, ինչի ուշացար։ Գործեր կան աշխատում։ Խոսեցիր Ավոյի հետ։ Հա? Ավոյի հետ խոսեցիր։ Չէ։ Չզանգեցիր։ Զանգեցի, տրամադրություն չուներ։ Առաջին անգամ տղես չուզեց հետս խոսի։ Չի եկել։ Չէ։ Չի էլ զանգել։ Ոչ էլ զանգել է։ Եթե դու սենց շարունակես, նրան էլ չես էլ տեսնի։ Այդ ես քեզ զգուշացնում եմ։ Դե հա, էլի ես եմ մեղավոր, չէ՞։ Գիտես, երևի տղետ իմացել է, որ Էրիկան գնացել է Արմանի գերեզմանին ու դա իրեն դուր չի եկել։ Էդ ինչ ես խոսում, հա։ Հա։ Այդ աղջիկը գնացել է Արմանի գերեզմանին։ Արամս ոչ մի տղամարդու դուր չէր գա, որ իր կինը գնար նախկինի գերեզմանին։ Էդ եմ խոսում։ Ես քեզ կտանեմ։ Դավո, հələ դու ոտից վրա կանգնի, հետո ինձ տարաբեր։ Խմած չես քշում։ Ես ավտոյով եմ, ես կգնամ։ Դու տաքսիով ես գնում։ Ես իմ ավտոյով կգնամ։ Ուրեմն հիմա նստում ես տաքսին ու ուղիղ 3-րդ մաս։ Բրավո, գնացինք։
Բավո։ Ուղիղ տուն ապեր։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, բան կստում։ Նավել ծաղիկներ ունեն։ Այս էլ տորթերի բաժին է։ Տորթել ու կոֆե։ Այդ էլ կարան է։ Այս էլ սենց։ Թե չէ ինչքան պիտի թոշակառուի նման պարկեմ։ Սմբատ։ Մերը տաննա, անկերծ ասած չեմ ուզում հետը խոսել, անգամ մեկ բար։ Գոնե դու մի սկսի, խնդրում եմ։ Ճամպրուկները պատրաստել ես, գնացինք տանը կխոսենք երեխային տակ հակցելու սայլ վերցրում, երեխայի համար եմ գնել։ Շնորհակալ եմ, ներս մտի, մենք պիտի խոսենք, արի։ Չնայած դու արժանի չես բարևի, բայց քանի որ դու ամբողջ օրը իմ երեխուս կողքին ես, ես կուլ եմ տալիս քո ասածներն ու արածներդ։ Սմբատ, խնդրում եմ։ Հենց որ սա գնա մեր տանից, կասեց ես դուրս գամ սենյակից։ Որ երեխեմ, վեր տեսնեմ գժվում եմ, կարոտից։ Երեխեն քնած է, ամբողջ գիշեր ջերմել է, հիմա չեմ ուզում արթնացնեմ։ Ալինա, ինչ ես այդպես վատ պահում երեխուն։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, թող աշխատանքդ։ Երեխուն նայի։ Այս կինը մեծահասակ կին է։ Ոնց կարա ինքը պայի երեխային։ Ով գիտի, երևի մրսել է երեխեն։ Սմբատ, հարցը դրա մեջ չի։ Երբ որ երեխեք հատամ են հանում, բոլոր երեխեք ջերմում են։ Այդպես։ Լավ, ուրա ճամպրուկներդ։ Պատրաստել ես։ Արի նստենք, ես խոսելու բան ունեմ։ Մենք պիտի խոսենք։ Տանը կխոսենք։ Ուրա շորերդ ճամպրուկները հավաքել ես։ Վերցրու գնացինք։ Ես չեմ գալիս ու ավելի շուտ մենք չենք գալիս։ Այսինքն չեն գալիս ու վերջ։ Ես էլ առանց քեզ չեմ կարող ապրել ու չեմ ուզում ապրել։ Խնդրում եմ դու դա հաշվի առ, լավ։ Եթե պիտի ես թե դու ավելով ես։ Լավ, ինչ ես ուզում այդ երեխուց։ Որ հեռու մնա մեր ընտանիքից։ Ուրիշ ոչինչ բան հավատա։ Բայց դու արդեն քո ուզածին հասել ես։ Չէ, չեմ հասել։ Հաշվի առնելով ավոյի հոգեվիճակը, ես կարծում եմ, որ հասել ես։ Վարդ մի փորփրի։ Ինչ ուզումա թող անի, ուր ուզումա թող գնա, այդ մարդը իր կյանքը ունի ու պարտավոր չի քեզ
բացատրություններ տալ։ Արամ, դու չես լսում ես ինչ եմ ասում։ Էրիկան գնացել է Արմանի գերեզմանին։ Իսկ ով էր Արմանը։ Իր նշանածը։ Եթե հարսանիքը լիներ, նաև երեխայի հայրը կլիներ։ Արդ չեմ ուզում նմանվես եմ բամբասկոտ կանանց, հա։ Քեզ չիս ասում։ Շնորհակալություն գեղեցիկ կոմպլիմենտի համար։ Իսկ ինչ անեմ։ Ինչ անեմ, Արամ ջան։ Աչքերս փակեմ, իբր ոչ մի բան չի կատարվում։ Չէ, ոչ մի բանի մի խառնվի։ Դրանով դու չես օգնում, ընդհակառակը մարդկանց նյարդայնացնում ես։ Ավոն արդեն հասուն տղա է։ Գիտի ինչ ա ուզում, ինչ ա անում ես կյանքում։ Գիտի, ոչ մի բան էլ չգիտի։ Սողոմոն իմաստուն եք սարքել ավոյից։ Իմ սիրտը կպայթեր, եթե դու գնայր քո նախկին։ Հերիքա վարդ։ Ինչա խանդում ես։ Հա, խանդում եմ։ Եթե նա սիրում է ավոյին, ուրեմն ինչի է գնում այնտեղ։ Բժվել ես դու արդեն։ Ում ես խանդում, այդ մեռած մարդու։ Ես քեզ չեմ հասկանում, դու լրիվ ձեռից գնում ես։ Մեկ ասում ես, որ չես ուզում ավոյին տեսնել այդ աղջկա կողքին ու դրա հետ մեկտեղ խանդում ես։ Մալաջես քեզ վարդ։ Չէ, մալաջես։ Ոչ մի բան չեք հասկանում, չեք նկատում, ծուռ եք բոլորդ։ Ռուբենը ուշացավ։ Հա, պապ։ Ուր ես տղա ջան։ Կգամ։ Բայց ուշ է, չէ։ Պապ, կգամ կասեմ, էլի։ Պապ կզանգեմ։ Աշ։ Տեր Աստված ինչ անեմ։ Օգնի ինձ, աղաչում եմ, օգնի ինձ։ Ճիշտ ճանապարհին կանգնեցրու։ Անձնագիրս։ Գնամ երկրից։ Գնամ։ Բավն։ Ինչ է հեռախոսը տանջատած։ Ռուբ դե, ես, դու, ինչ ես հեռախոսը տանջատել։ Փչացել է։ Փող չունես, նոր առնես։ Չէ, ես այդքան փող չունեմ։ 10 ավտո ապրանք, որ տարել ծախել ես։ Այդ փողերը ինչ ես արել։ Ինչ ապրանք։ Այն ապրանքները, որ պետքա տանեիր խանութներ։ Ուր են ապրանքները։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, բան գտնվում է ռադիո։ Աղաչում եմ քեզ։ Ինձանից բացատրություն մի պահանջի, մենք չենք գալիս ու վերջ։ Դուք չեք գալիս։ Դեսի, ինձ թվում է տարբեր մարդկանց հետ եմ խոսում, գիտես։ Հիվանդանոցում ուրիշ մարդու հետ խոսեցի։ Այստեղ ուրիշ մարդու հետ եմ խոսում։ Դիմացս ուրիշ մարդ է կանգնած։ Սմբատ ես երկար մտածեցի։ Լսի դու մտածելուց այնքան հեռու ես, Ալինա։ Եկարտուն մերդ ասած մի գնա։ Մնացիր։ Չէ, դա այդպես չի։
Մեր ընտանիքը Երիկայի կյանքին խանգարում է, հա։ Չեմ հերքի։ Պարզան, Երիկան ավելի կարևոր է, քան մեր երեխան, մեր տղեն, չէ՞։ Դու ընդհանրապես մեր երեխու մասին չես մտածում։ Խնդրում եմ լսի ինձ, հա։ Ոչ, էլ չեմ ուզում լսել։ Ոչ մի բան չեմ ուզում լսել։ Հոգնել եմ լսել, ընդհանրապես հոգնել եմ։ Հիմա ուշադրի լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Կամ մենք այստեղից գնում ենք, նորմալ ընտանիքի պես ապրում ենք, կամ ես երեխու հայցով դիմում եմ դատարան, վերջ։ Շանտաժ ես անում։ Ոչ, Ալինա, ես միայն մի ցանկություն ունեմ, մեկ ցանկություն, մեկ, որ իմ երեխան իմ կողքը մեծանա, իմ կողքին։ Ու քանի որ քո խելքը գնալ գալով է, ես դա կանեմ օրենքի ուժով։ Խնդրում եմ, մի անգամ հասկացիր ինձ էլի։ Ոչ, ես ոչ մի բան չեմ ուզում հասկանալ։ Ոչ մի բան, էլ ոչինչ չեմ ուզում հասկանալ։ Կամ դու երեխային հիմա վերցնում ես, ու մենք միասին այստեղից դուրս ենք գալիս, ու նորմալ ընտանիքի պես ապրում ենք, կամ ես դա կանեմ օրենքի ուժով։ Ես պահանջում եմ իմ զավակին։ Կարելի է։ Համեցեք։ Կարող է խանգարեցի դուրս եք գալիս արդեն։ Մնամ։ Արդեն ուշ է, իմ աշխատանքային ժամն ավարտվել է, պիտի տուն գնամ։ Ես էլ եկել էի, որ ձեզանից շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալ եմ, բայց սրա կարիքը չկար։ Ծաղիկները միշտ պետք են։ Կնոջը միշտ պիտի ծաղիկներ նվիրես։ Սա էլ բերել էի, որ միասին սուրճ խմենք։ Թող մնա վաղը միասին կխմենք, լավ, համել այս ժամին պետք չի սուրճ խմես, դա վնաս է։ Ոնց ասես բժշկուի։ Լավ, ես պիտի հիմա դուրս գամ, իմ տաքսին եկել է արդեն։ Իսկ ծաղիկները թե առավոտյան կդնես ջրի մեջ։ Չէ, կտանեմ ինձ հետ։ Իսկ ես կարող եմ քեզ միջև տաքսին ճանապարհել։ Չէ, ես ինքս կգնամ։ Ես կողքից կքայլեմ, հետո ասում են մաքուրոտ առողջության համար շատ լավ է։ Շատ։ Ռուբ, ես չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։ Լավ էլ հասկանում ես։ Երկու օր ապրանք մենակ դու ես ստանում։ Ու ոչ մի խանութ ապրանք չի մտել։ Հարցը ասել է պապային։ Ու հիմա կամ դու ինձ պատմում ես ամեն ինչ, կամ մենք իրար հետ հարց ենք ունենում։ Ու շատ լուրջ հարց։ Ռուբո, ես չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Ես ապրանքները տարել եմ, դատարկել եմ ու հետ եմ եկել։ Այդ մեկ։ Ու երկրորդ։ Ես վաղվանից գործի չեմ գալի։ Ազատվում եմ աշխատանքից։ Չեղավ։ Այդ չեղավ։ Հիմա լսի ինձ։ Դու հիմա սաղ պատմում ես։ Դրանից հետո կամ տալիս ես ապրանքը, կամ ապրանքի փողը։ Դրանից հետո ուր ուզում ես ու երբ ուզում ես կգնաս։ Գնանք օդանավակայան։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք շարունակել դիտել Խաբկանք հեռուստասերիալի հաջորդ սերիաները, ուրեմն անպայման բաժանորդագրվեք US Armenia հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքին։ Հենց հիմա սեղմեք subscribe կոճակը, որպեսզի ոչ մի սերիա բաց չթողնեք։